Մեկ շուկայից կախվածության ռիսկերի նվազեցման նպատակով հայկական կողմը փորձում է գտնել այլընտրանքային ուղղություններ, նոր գործընկերների ներգրավման եւ տեղական արտադրանքի համար նոր շուկաներ գտնելու հույսով։ Այլընտրանքային շուկաների որոնման համատեքստում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղատնտեսության քարտուղարության ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի ամերիկյան շուկա արտահանման հնարավորությունները։ Տնտեսագետները սակայն այն համոզմանն են, թե այս փուլում ամերիկյան շուկան չի կարող փոխարինել Հայաստանի արտահանման հիմնական ուղղություններից մեկին՝ Ռուսաստանին, իսկ որոշ ապրանքների դեպքում էլ մասնագետների գնահատմամբ փոխադրումների արժեքը տնտեսապես շահավետ չէ։ Սերտիֆիկացման հետ կապված երկրները որպեսզի անխափան մատակարարներ կատարեն գյուղատնտեսական որպես կանոն երկրների միջև լինում է ֆիտոսանիտարական լաբորատորիաներ ըստահելի։ Այն իմաստով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը լաբորատորիան որևէ արդյունք է գրանցում պաշտոնական, այդ արդյունքը ամերիկյան հետագան կողմը ընդունում է որպես վստահելի արդյունք։ Մեր մոտ լաբորատորիաները ամերիկյան եւ հայկական այս կարգի փոխվստահող չէ, դրանք չկան։ Պայմանագիր չկա։ Հայկական կողմը այլընտրանքային հնարավորություններ է փնտրում նաև հարևան Վրաստանում։ Թբիլիսիում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գործարար հանդիպման ընթացքում վրացական խոշոր առևտրային ցանցերի ներկայացվել են արտահանման պատրաստ հայկական սննդամթերքը, խմիչքը ու գյուղատնտեսական արտադրանքը։ Ըստ տնտեսագետների, Վրաստանը կարող է դառնալ հայկական արտադրանքի իրացման լրացուցիչ շուկա, ինչպես նաև տարանցիկ եւ վերաարտահանման կարևոր ուղղություն։ Դա ընդհանուր աշխատանք պետք է լինի։ Սկսած բրենդավորումից եւ պետությունների միջև պայմանավորվածություններից մինչեւ օրինակ լոգիստիկական, այսինքն ճանապարհային աշխատանքներ Հայաստանում, այսինքն ճանապարհային ցանցերի գայնացում եւ այս ամեն ինչը կառատեսականորեն բերի փոփոխությունների։ Այսօրվանից էլ Հայաստանից ռուսական շուկա արտահանվող կաթնամթերքի մուտքն է սահմանափակվել։ Ռոսելխոզնadzորը որոշումը հիմնավորում է հայկական արտադրանքի անվտանգության եւ հումքի ծագման հետ կապված խախտումներով, իսկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ հայտնում են, թե հիվանդ կենդանիների կաթի օգտագործման դեպքեր ստուգումների ընթացքում չեն հայտնաբերվել։ Տնտեսագետների գնահատմամբ տնտեսական վնասը այստեղ մեծ չի լինի, քանի որ արտահանվող կաթնամթերքի ծավալները գյուղատնտեսական ընդհանուր արտահանման համեմատ փոքր են։ Ռոսելխոզնadzորի եւ ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները ռուսական կողմը թեև չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաեւ այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ պետություն եւ բացի իր ազգային օրենսդրությունից նաեւ պետք է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը պահպանի, որոնք նույնպես պահանջում են սննդամթերքի անվտանգության որոշակի նորմեր, հացդ համակարգերով այդ վտանգների վերլուծության, կրիտիկական կետերի որոշման կառավարման մոդել ունենան, լաբորատոր ստուգումներ անեն։ Նոր շուկաների բացումը միայն քաղաքական պայմանավորվածությունների հարց չէ, ասում են մասնագետները։ Դրա համար անհրաժեշտ են միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն, վստահելի հավաստագրման համակարգ եւ մրցունակ լոգիստիկա։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։